Չեխովի անվան ռուսաստանյան միջազգային փառատոնում համաշխարհային պրեմիերայից հետո Պենելոպե օ Պենելոպե հայ-ֆրանսիական եւ ռուսական նախագիծը վերջապես ներկայացվում է Երևանում համազգայինի նորաբաց շենքում։ Պիեսի հեղինակ, բեմադրիչ եւ բեմանկարիչ Սիմոն Աբգարյանն արդեն երկրորդ անգամ է հայ թատերասերներին ներկայանում իր նոր բեմադրությամբ։ Մայր թատրոնում ներկայացված Էլեկտրանտ շվարների աշխարհից բեմադրությունը իրապես թատերական մեծ հրավառություն էր, իսկ այժմ նոր հայտնությունները խոստանում Աբգարյանական Պենելոպեն։ Արդի հայ թատրոնի միջազգայնացման կարևորությունն ընդգծելով փոխնախարար Դանիելյանը փաստում է, հենց նման նախագծերն են միջազգային ճանաչման ճանապարհ հարթում։ Բազմիցս ասել են, որ Հայաստանի պետական բոլոր թատրոնները, 13 թատրոնները Սիմոնի համար բաց են, որտեղ կուզենաս, ինչ կուզենաս, այս են պահնա, որ մենք ուղղակի երջանիկ ենք, որ ունենք Սիմոն Աբգարյան արվեստագետ, երջանիկ ենք, որ ունենք Սիմոն ընկեր եւ ցանկացած բոլոր դռները բաց են իր առջև Հայաստանում։ Պրեմիերայի բոլոր տոմսերն արդեն սպառված են եւ առաջին անգամ 2 օրվա փոխարեն բեմելը կշարունակվի 5 օր։ Նարինե Գրիգորյանը Պենելոպեի նորամուտի ուրախության հետ փաստում է նաեւ մի շատ այլ կարևոր իրողություն։ Հայաստան են բերում դրամատուրգ Սիմոն Աբգարյանին, որը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ կներկայացվի հայ ընթերցողին, իսկ Սիմոն Աբգարյանը հավատարիմ է թատրոնի իր տեսակին ու վերադարձել է հունական դիցաբանությանը եւ Հոմերոսի Ոդիսականի առանցքային կերպարների մեկի Պենելոպեի 20-ամյա սպասումը ամուսնուն վերածել է հավերժական հարցերի մասին խոսելու առիթի։ Ներկայացումը նվիրել է Սոս Սարգսյանին եւ փաստում է սնվել է մեծերի ակունքից։ Հեղինակներ կան Շեքսպիրի նման, Էսկիլոսի նման, Էվրիպիդեսի նման, որ մեզ ասենք դվել են սնունդ։ Այսինքն չես գնալ այդ ժառանգը ժխտել, եթե ժխտես արդեն գորել ես, այսինքն սա ժառանգի հարց է, հանդիպման եւ ժառանգի եւ անհրաժեշտության, այսինքն իմ անհրաժեշտությունը ինչ է, այսինքն միշտ հարցնում եմ ես ինձ, ինչպես որ ասեցիք, խի եմ անում ես, ինչու եմ անում ես բաները։ Ես հավատում եմ թատրոնի արվեստի, այսինքն որպես հայրի արձագանք մարդկության։ Ես աչքերս բացում եմ քո ներկայության հույսով։ Նարինե Գրիգորյանը Պենելոպեի ստեղծումը երազանքի ճանապարհ է որակում։ Հիշում է, թե քանի անգամ է Սիմոն Աբգարյանի համարը բոլորից գաղտնի գտել, բայց չի համարձակվել զանգել։ Իսկ այսօր արդեն Պենելոպեն հայ թատրոնի նոր իրողությունն է եւ ինքն էլ խաղում է գլխավոր հերոսուհուն, հարատև սպասումի ու հզոր դիմադրության խորհրդանիշին։ Այդ կինը ինքն է ուզել, ինքն է այդ որոշումը կայացրել 20 տարի սպասել իր ամուսնուն։ Եվ այդ ուժը, այդ ներքին որ կա, այդ հասկանում ես, որ այն հասարակարգում, որ այնտեղ մեկը ուզում է գրավել եւ այլն, իրան տունը, ամեն ինչը քանդել, տղային սպանել եւ այլն, այս կինը շատ ամուր արմատներով կարճացա եւ ինքն է այդ որոշումը կայացրել։ Իսկ Չեխովյան փառատոնում նորամուտից հետո Պենելոպեն արդեն հրավերներ ունի Վլադիվոստոկի խաղաղ օվկիանոսյան փառատոնից, Բեյրութի թատերական ստուգատեսից եւ Սանկտ Պետերբուրգից։ Նունե Ալեքսանյան, Սերյան Անտոնյան, լուրեր։